Բարև ձեզ։ Հայաստանում ընտրություններից հետո սկսվել է մի նոր փուլ, որտեղ քաղաքական ուժերը պայքարում են ոչ թե պատգամավորական մանդատների, այլ քաղաքական ապագայի համար։ Մինչ իշխանությունը կադրային փոփոխություններ է կատարում օրենսդիր եւ գործադիր մարմիններում, պայմանական ասած ռուսամետ ընդդիմության դաշտում քննարկումներ են նոր ռազմավարության, վերամիավորումների, իշխանափոխության, ինչ-որ գաղտնի պլանների եւ այլնի մասին։ Այս միջոցին բավական ակտիվ աշխատում է նաև իրավապահ համակարգը, գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում նոր աղմկահարույց բացահայտումների, խուզարկությունների, ձերբակալությունների, կալանավորումների, տարբեր քրեական գործերով եւ մեղադրանքներով, իսկ զուտ ընտրական հանցագործությունների մասով հաղորդագրություն է տարածվում, թե առաջիկայում 153 մարդ կանգնելու է դատարանի առաջ։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսին է հետընտրական Հայաստանը, արդյոք Հայաստանը երկարատև դիմակայության շրջափուլում է հայտնվել, թե սա պարզապես նոր իրականության մեջ քաղաքական ուժերի նոր հավասարակշռության ձևավորում է։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Շատ վաղուց չենք հանդիպել։ Մենք ընտրությունների մասին, ընտրությունների արդյունքների մասին շատ ենք խոսել, արդեն անցել ենք առաջ հաջորդ փուլ, բայց քանի որ չենք հանդիպել, մեկ հարց ընտրությունների արդյունքների եւ ձեր կուսակցության արդյունքների մասին, ապա կգանք արդեն ընդհանուր իրավիճակին։ Ինչով եք բացատրում ընտրություններին ձեր նման արդյունքը։ Ընտրությունների կազմակերպման այն սխեմայը, որ Հայաստանում առաջացել է ՀՀՇ-ի կառավարման տարիներից եւ ըստ էության չի փոխվում այդ վիճակը, կառուցվածքը։ Հիմա կասեմ, եթե դուք հիշում եք, մեր վերջին հանդիպման ժամանակ ես իմ տագնապը հայտնեցի, ասի որ Հայաստանում կա խորհրդարան, բայց պարլամենտարիզմ չկա։ Պարլամենտարիզմ հիմա էլ չկա։ Հիմա հարցը ինչու՞ չէ, այն տագնապը, որ ես ունեի, ուրեմն հարցի պատասխանը դժբախտաբար մինուսով հաստատվեց։ Այստեղ կա մի ենթատեքստային մի բան, որը շատ ուրեմն վտանգավոր է։ Աղքատ երկրում, երբ որ չի ձևավորվում խորհրդարանական պետության կառուցվածքի պայմաններում, հատուկ շեշտում եմ խորհրդարանական, պարլամենտական բազմակուսակցականություն, այդ երկրում ժողովրդավարությունը հայտնվում է վտանգի տակ, եթե քաղաքական էլիտան էլ ինչ-ինչ պատճառներով չկարողանա իր դերը խաղալ, կատարել, աղետալի վիճակ կարող է լինել, հետընթաց դեպի ուրեմն այն վիճակ։ Հիմա ասեմ, ձևավորում բազմակուսակցականություն Հայաստանում այնքան շատ է կուսակցությունները։ Կուսակցությունների թիվը շատ է, բայց եթե մոտենում ենք իսկական այն ձևակերպումներով, որոնք կան ընկալումներով, որպես կուսակցություն, շատ քիչ են, 2-3, շատ 5, բայց հիմա դա չի հարցը։ Տեսեք ինչ է լինում, ոչ թե իմ ասածը այս պարագայում կուսակցությունների թվի մասին է, այլ առաջանում է շատ կարճ ժամանակում երկու բևեր։ Մի բևերը այս անգամ ռևանշիստ հայրենադավ ռուսական սեգմենտն է, մյուսը ըստ էության ուրեմն քաղաքացիական պայմանագիր է։ Եվ այս ընտրությունները, այս իմաստով բազմագուսակցական չի, վերածվեց ըստ էության նախագահական ընտրությունների, երկու թեկնածուների միջև։ Եվ նույնիսկ Քոչարյանի նման հավակնորդ մարդը արագ շպրտվեց հետընթաց եւ առաջ եկավ անհայտությունը առաջի տեղ։ Այս իմաստով մենք չունենք խորհրդարանական այդ բանը, այդ բազմագուսակցականությունը, մինչդեռ ինչ է պետք։ Ոչ թե ընտրություններին պայքարելու մասնակցելու իմաստով, այլ խիստ անհրաժեշտ է, որ այդ ընտրությունների ներքին շեմը հաղթահարող կուսակցություններ են պետք խորհրդարանում։ Կոնկրետ ասեմ, ինչի տեղը մենք հավակնում էինք։ Երրորդ ուժը, որը բացակայում է ՀՀՇ-ի ժամանակներից։ Հասարակությանը պետք չէր երրորդ ուժ, թե կառուցվածքն է սխալ։ Կառուցվածքն է սխալ, որովհետև ինչ-ինչ պատճառներով հեղափոխությունը թավշյա եղավ, չեմ ասում թավշյա հեղափոխություն,
եւ նրանք, ովքեր որ երկիրը ճգնաժամի մեջ էին հայտնվեցրել, ովքեր ռուսական ուրեմն այդ քաղաքական, այսպես ասեմ, խորոչից դուրս չէին բերել եւ այլն, սրանք ոչ թե դուրս մեղվեցին քաղաքական կյանքից, մատ կերած խմած վերադարձան։ Այդ սարսափի մեջ առաջացավ մի հատ այս մեր պարագայում շատերը լսած կլնեն, ուրեմն հրեշը գգա մի բանախոսություն եւ հրեշը քանի որ պիտի գա, ուրեմն դեմոկրատական, այսպես ասենք, ավելի շուտ հեղափոխության աջակից ուժ կուսակցությունների համախմբի բոլոր ձայները շատ քիչ մնաց, տեղափոխվեցին ոչ թե ԿԲ, այլ Նիկոլ Փաշինյան, որ ես լուսանկարը ցույց տվեցի ձեզ, չէ՞, միտինգի ժամանակ ինձ ասում են մենք ձեր հավակնորդն ենք, տեսակ արտասուքով են ասում, բայց մենք Նիկոլին ձայն ենք տալու, դուք չնեղանաք, որովհետև հրեշը գալիս է։ Եվ այս հրեշը եկավ նախորդ ընտրություններին, այդ կերպարը նոր եւ այսպես առաջացավ երկբևեռահա թե ինչ էր։ Միշտեր մեզ պետք է որ ուրեմն անպայման խորհրդանական հանրապետության մեջ այդ բլոկն առաջանա։ Այլապես ասեմ մի փաստ, աբսուրդ է, ասենք 3 կոնե կուսակցություն, 3։ Հիմա լավ են, վատ են քրիստոնյա ժողովրդավարականը, հանրապետությունը եւ հանուն հանրապետությանը միասին գումարային ստացել են 2.5%։ Այսինքն մենք այստեղ ինչ ժողովուրդը ոնց է, մենք մեզ ճղեինք էլ 4%-ը ոչ մեկը չէր լրացնելու։ Այստեղ նաև այստեղ վերլուծաբաններին ուզում եմ ասել, հասկացեք քաղաքական գործընթացը եւ մի խոսեք ժողովրդավարության տապալման մասին։ Ասեք, տեսեք process ինչի մեջ է։ Դրա համար իմ ընկերներից մեկը, որը շատ լավ է հասկանում, իր խոսքն է, ուրեմն արգիշտին ինչ է ասում է մի անգամ իրեն ասել են, թե ինչքան ստացակ ձայն, ասում է 700,000-ի մեջ զգալի մի թիվ մենք ունենք։ Դա մեր հաղթանակն է, որովհետև նույնիսկ մենք չենք դիմադրել։ Ես անձամբ ձեզ հիշեցնեմ, վստահ եմ նայել եք։ 19 կուսակցություններ հետ համատեղ են վերջին բանի ժամանակ, երբ որ այն վերջի խոսքի ժամանակ բոլոր կուսակցությունները կնայեք մեկ-մեկ։ Ամեն մեկն ասել է ձայն կտակ մեզ, նորմալ է։ Ձայն կտակ առաջինին, ձայն կտակ եւ այլն։ Միակ քաղաքական գործիչը, որը ասել է 0 ձայն օտարահպատակ, ուրեմն այդ աղբը որ գալիս է, մնացածն ինչ ուզեմ, ես չեմ ասել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը ձայն կտակ, ինչու, որովհետև արդեն նաև քննարկման ընթացքի մթնոլորտը ցույց տվեց, որ երկիրը նորից քաղաքական գործընթացի մեջ արհեստական խնդրի մեջ եղավ եւ ահա կարող է լինել բոլորովին ուրիշ բան։ Հիմա էս մեկ, ես ասել եմ 0 ձայն, այսինքն ռուսական սեգմենտին, ռևանշիզմին, էս է, դե չուզեցի եթերով այդ 0 ձայնը 100% ստուգեք, ուրեմն ոչ մեկը չի ասել նման բան, որ մարդիկ հիմա երկրորդ մասն են ասել, վերջացնեմ, սրա մեջ եղավ մնացածը եւ մնացածը կարծում եմ, որ նորմալ գործընթացի իմաստով գնաց, բայց իմ կանխատեսումը, որ ես վստահ եմ, որ դուք հիշեք, դրա համար եմ ասում, ես ասում էի դիմելով իշխանությանը, եթե 49% հավաքեք, ինչ եք անելու։ Չէ, ասում էի, լավ, հավաքեք, էս ինչը, իրենք տարածված էր, որ հիմա չգիտեմ, իրենց ներքո 65% է լինելու։ Ես ասում էի, լավ, ես ձեզ մոտ ասել եմ 49-ի պարագայում ինչ եք անելու։ Իրենք ստացան 49-ն ու այսքան, 50։ Եվ երկիրը պարակտվեց, փաստորեն երկրի մասի բաժանվեց քաղաքական իմաստով։ Այնպես որ այստեղ դրա համար ինձ որ ասում են պարտվել եք, ասում են չէ, ուղղակի չենք պարտվել, բայց չենք հաղթել։ Որովհետև մեր լուման կա, այստեղ ոչ գլուխ կովելով, ոչ բան։ Եվ դրա համար մարդիկ ինձ շատ գոհ են։ Փողոց դուրս գանք, ման գանք։ Ովքեր որ իմ համագիրներն են, անձնականներ։ Ուրեմն այսպես։ Իսկ հիմա ինչ է կատարվում ընդհանուր քաղաքական տարածքում եւ մասնավորապես այն ուժերի շրջանակներում, որոնց դուք անվանում եք ռևանշիստ։ Հա, ռևանշիստ։ Ռուսական սեգմենտն է։ Ինչ է կատարվում այդտեղ։ Ասեք, տերմիններն ասեք, երկրորդ կադենցիային հստակ ասեք։ Ուրեմն այսքան համոզեցի, որ ռևանշիզմը ոչ մեկը չասեց։ Ռևանշիստը ովքեր է, ովքեր ողակալ հետ վերադարձի քաղաքականություն են վարում,
Այդ բոլոր երկրներում կարող է լինել եւ դա կատաստրոֆիկ չի շատ։ Մեր արագայում հայկական շատ է կատաստրոֆիկ, որտեղ ռևանշիզմը ռուսական սեգմենտ է, հայկական չի։ Մարդիկ հայ են, հիմա այս օլիգարխը հայ է թե ռուս է։ Ռուս է, բայց ռուսական օլիգարխիան ինչ կապ ունի, ով որտեղից է, ինչ է, քանի անձնագիր ունի։ Ես վստահ եմ հայկական էլ չունի, կիպրական էլ չունի, նրա իսկական անձնագիրը ռուսական է։ Ինչպես որ են դա բանը ռուսականը ճղեր Մոսկվայում կսպանեին։ Նա իրեն ասել են մի հատ էս սուտ թուղթը ճղի, բայց իր գրբանին ռուսական էր, դրամ էր վստահ գնաց Ստեփանակերտ ու Բաքու ուղարկեցին։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս սեգմենտը պետք է իր անունը ստանա, որովհետեւ մենք առաջ շարժվենք։ Հիմա իրենք լավ են վատ են։ Լավ, ինչ է կատարվում, մասնավորապես ասենք տեղեկություն տարածվեց, որ համամասնական ցուցակի 199 падգամավորի տեխնացուներից 105-ը ինքնապատասխանատվի դիմում են գրել եւ մնացել է 96, բայց դա ինչով է պատասխանում, դա ինչի ցուցիչ է, ինչ է դրանք այդ մարդիկ աշխատում են հիմնարկներում, ենթադրեն չէ, դա սա օլիգարխիկ բան է։ Բարեկամ ընկերբան ամենը ցուցակ է մտել, որ ամենի համար մի 10% ձայն կա, իրենք կանխավել երևի պայմանավորված են եղել, հետո դուրս կգան, դա էլ եղել, ոչ բան չի եղել։ Դա այսինքն ստորագույն ծառայություն է կատարվել հայ ժողովրդի հանդեպ քաղաքական պետականության իմաստով, ստորակարգ չլինի որ իրենց վրա առնեն ստորություն է բանը։ Ստորակարգ բան են արել, հիմա այստեղ բան չի եղել։ Սամվել Կարապետյանն ասում է նրանք բոլորը մեր թիմակիցներն են եւ դա մեր քաղաքական մարտավարությունն է։ Դե իրենց թիմակիցներն են, որոնք մտել էին իր ասելով, որոնք դուրս եկան պայմանավորվածությամբ։ Բայց որ դա մարտավարություն է քաղաքական մարտավարություն է, դրանցից չէ ամեն մեկը Հայաստան է, թե որ մեկը մտել է Զոքանչունի Սիրուհի ունի, Զոքանչու երկրորդ ամուսին ունի, ուրեմն աները 4 հատ կնիկ ունի, սա ձայն է գալիս, ահա սա ինչ է, սա ռուսական են խոլոպային բանն է, հայկական է, բայց եթե ասում են, որ սա մարտավարություն է, դուք ընդունում եք, որ սա մարտավարություն է, այդ մարտավարությունը ինչ-որ պայի պիտի արդյունք տա։ Դե կտա ձայներ են ստացել, այդքան ձայն որտեղից, անհայտությունից հայտնվեց մեկը Կալուգայից եւ տարավ Եվգիրը կանգնեցրեց ճգնաժամի առաջ, բայ էլ ինչ եք ուզում։ Ուղղակի այն չեղավ, որ իշխանությունը վերցնի, գործադիր իշխանությունը, բայց օրենսդիրը վերցրին, որոշակի տոկոսով Հայաստանը եւ ուրեմն այդ ուժեղ Հայաստանը վերցրեցին, ընդ որում ի տարբերություն նախորդ շրջանի, այս աշխատող առայժմ եղածի շատ ավելի վատ բան եղավ։ Եթե այստեղ գավառական երկու խմբեր էին ռուսական սեգմենտում, հիմա մեկը մայրաքաղաքային է կայսերության Տիզբոնից, մյուսն է գավառական, եւ նա կրճատվել է գավառականը։ Այսպես իրենց աշխարհայացքի իմաստով եմ ասում, եւ այստեղ կարող եք իրար շնորհավորենք մենք իրար։ Պուտինը ուղղակիորեն մտավ ազգային ժողով, ուղիղ իմաստով։ Հիմա ես գիտեմ հարցնելու եք ինչ են ուզում, ինչու չեն, ինչու որոշակի բան չի խոսում այս մարդը։ Ասում են հայերեն չգիտի։ Դա հայերենի հարց չի։ Ասում եք ախնի պլան ունենք, ախնի պլան եւ այլն, այդ բանը, դա կարելի է ոտով ձեռով էլ հասկացնել, եթե ասելիք կա։ Բանն ինչու՞մն է, ինքը չգիտի, թե Կիրիենկոն ինչ է որոշել։ Այն եթե ասեն Կիրիենկոն ինչ է որոշել, այդ կարող է կոպերկինել չգիտի, որովհետեւ սա արդեն կառավարում է Մոսկվայից։ Հիմա այստեղ մենք այս հարցը պետք է տանք, ուզում ենք ճշգրիտ լինենք, անվտանգության հարցերը, ուրեմն պետք է ասենք Մոսկվան, ուժեղ Հայաստանով, հիմա ինչ է անելու Հայաստանի ներսում։ Ասում եք չգիտի թե ինչ է որոշեք իրենք, չգիտի, որովհետև որոշումը կա ինքը չգիտի, թե որոշումը չկա։ Որոշումը կա ինքը չգիտի, ինքը որովհետև ռուսները հայերի հետ աշխատում են խոլոպի նման, այն որ ասում արա վազիմյա ջուր էր։ Ինքը ջուրը կխմի կշփի դեմքին թե ջուրը կթափի, ինքը չի մանում, ինքը ջուրբերողն է։ Այդ որ միլիարդատեր, այդ որ ռուսական միլիարդը որսն է, այդ Պուտինի փողերն են։ Պուտինին էլ չեն, KGB-ի փողերն են, նրանք վաղը Պուտինին գցելու են, փողերն են վերցնելու, ոնց որ Ստալինին արեցին, ոնց որ Խրուշչևին եւ այլն։ Դա ռուսական KGB-ի փողերն, FSB-ի, ասեմ, որ չնեղանան։ Հիմա ուզում եմ ասել, այ գիտի չգիտի դժվար գիտեն, ապա Կիրիենկոն հետ չեք իրեն բացատրել թե ինչ է անելու, բայց մենք պետք է հասկանանք ինչ են ուզում։ Ուզում են երևի անգայնություն իշխանապողության համար։ Մի պահանջենք, շարունակենք գովազդից հետո, կվերադառնանք վարքյաններ անց։
Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Պարոն Շիրինյան, մենք ընդհանուր գնահատականի մասին խոսեցինք, ընդդիմադիր ուժերից մեկի անդրադարձանք ուժեղ Հայաստանի, հիմա կանք Բարգավաճ Հայաստանին, ավելի ճիշտ եւ քաղաքական եւ այս իրավական առումով այստեղ ինչ է կատարվում։ Ես մի ենթադրություն ունեմ, բայց ասեմ մեկ էլ ով գիտի։ Կիրիենկոն գիտի եւ նրա հավատարիմ խոսնակ Մարիա Զախարովան։ Այս հայ օլիգարխների սեփականատերը Զախարովան է։ Այնա գիտի։ Դրա համար ֆրցնում է գիշեր-ցերեկ։ Սրանք էլ նայում են Մոսկվա Զախարովանի չխոսելու։ Որը մի բան է խոսում, մյուսը ֆրցնում է սրանց։ Անցնենք առաջ։ Այդ օլիգարխներին է, շարքայինների մասի խոս չկա, դրանք ով են։ Հիմա տեսեք երկրորդ ինչ հարցեր էս Բարգավաճ Հայաստանի հարցը ինչպեսին տեղի ունեցավ մանդատների եւ իրավական առումով վատ ենթադրություն ունեմ, բայց արդյունքի մեջ հաջողակ ենթադրություն է։ Ես վաղուց ենթադրում եմ, որ ռուսները այստեղ հեղաշրջում են պատրաստում։ Երբ որ նրանք ասում են իշխանափոխություն, այդ իշխանափոխությունը մենք բևեռացել ենք, որ մի փրչոտկար բառաչելով պետք է ասի իշխանափոխություն, կիրանցը տվին, այս մենակ դա չի, դա մի տարբերակ է։ Մյուս տարբերակը ռազմական հեղաշրջումն է, որ չեն կարողանում եւ ռազմական բազա եւ այլն արդյունավետ չեն այս օրերին։ Մնում է որը հազարումի ձևեր կա, հա մնացածը մնում է իշխանափոխության հարցովին չանել։ Ես ենթադրում եմ, որ այս կուսակցությունների մեջ ռուսական սեգմենտի անվանենք կուսակցություններ, որոնք քրեա օլիգարխի կառույցներ են ըստ էության։ Այսպես ասեմ, ես անձնավորված չեմ խոսում, երևույթ քաղաքական, բայց եթե իրենք կընդունեն իրենց կորզն է, սրանց մեջ այլապես այդ ձերբակալությունների թիվը տրամաբանությունից դուրս է գել, վստահաբար հեղաշրջում են նախապատրաստել եւ մեր անվտանգության ուժերը փայլուն աշխատեցին, հեղաշրջումը կանխել են եւ կանխում են, մաքրում են, քերում են, թրաշում են թուրքերեն ասած եւ ճիշտ են անում։ Սրանց բանով եւ դա մենակ Հայաստանը չի, նայեք Իտալիայի պատմությունը հետ պատերազմյան, Ֆրանսիայի պատմությունը նայեք, Աֆղանստանի պատմությունը նայեք, ռուսների առանձներ, այդ սովետ մովետ որ ասում են, դա ռուսներն են, Ռուսաստանն է։ Ուրեմն շատ բան է եղել եւ ես ենթադրությունս հիմք ունի։ Այո, ենթադրում եմ, որ հեղաշրջման փորձ են արել, բայց մեր անվտանգության ուժերը ապրեն իրենք եւ դա շատ ուրեմն ինձ համար գնահատելի է։ Ինձ համար անհասկանալի է։ Հիմա այդ հեղաշրջման վտանգը կարծում եք կա դեռ թե արդեն քանի Ռուսաստանը կա Հայաստանին թշնամի, հեղաշրջման վտանգը եւ հաջորդի չլինելու հարցը միշտ կա, բայց բարեբախտաբար ուկրաինացիները Ռուսաստանի հարցը մեկընդիշտ լուծում են։ Ինչ չեք հավատում, զանգեք պարոն Թրամփին, նա կասի Ուկրաինային ասեց մաքրեք, չի մաքրվի աշխարհը։ Եվ առաջին զոհը Ռուսաստանի հայությունն եւ հայ ժողովուրդն է։ Մի մասը իր ուղեղի համար, իր սիրո համար, անբացատրելի, անիմաստ, անհասկանալի, մյուսներ որ թույլ ենք անկազմակերպենք եւ այլն եւ իրենցից ցույց ունենք, որովե պատրանք կա։ Հայ 99% մեջ պատրանք կա, որ ռուսներից մի օր լավ բան պետք է լինի։ Բացի արաղը ոչ մի բան չի լինելու։ Ընդ որում արաղն է դուք պետք է պատիվ տաք, իրենք չպետք է տան։ Այնպես որ դա հանեք մտներից։ Հիմա ինչ է Բարգավաճին էր վերաբերվում։ Բարգավաճը դե նույնն է, այդ հարցի մեջ է, երկրորդը բայց այնտեղ մի ուրիշ բան կա, որ մեղադրում են հիմա, չգիտեմ ինչ, ինչու հիմա բան։ Ես չգիտեմ, թե քրեական նյութը հույն ծանոթ չեմ դրան, բայց Իրանը Իրանի Իսլամական Հանրապետությունից բողոք կա, դա նշանակում է Հայաստանի պետությունը, իշխանությունը ուզել էր թաքցնել, չէր կարող, ուզել էր ներել, չէր կարող, այնտեղ ցույց է տալիս, դեսպաններ խոսեց եւ այլն։ Հիմա ինչ է լինելու, բայց ընդհանրապես ոչ միայն Բարգավաճը, այս սրանցից նայեցեք Քոչարյան Ռոբերտ, այս Սամվել կոչված, Սամվելին ասում են, չէ, ընդրություններին, մի հատ Պուտինի համար վատ բառ ասա։ Մեր վարչապետի հասցեն ինչ ասես խոսում է, մեր մասին ինչ ասես խոսում է։ Մի հատ բերանը չբացվեց, մի բան ասում, ինչ ասեմ, դու քրվի ինչ ասես, ոնց ես քրվում։ Այսինքն ինչ ասեմ, դա այս բոլոր կուսակցությունները պետք է արգելվեն։ Եվ այդ պայմաններում ասում են, արդեն Հայաստանում ժողովրդավարական կուսակցություններ չեն կայանում։ Ինչով պետք է կայանան, Սամվելի փողերով,
Քոչարյանի մարդկանցով, թե կլաններով։ Ուրեմն ինչ է, այդ բոլորը պետք է մաքրվի աղբանոց։ Ռուսական սեգմենտ չպետք է ձևավորի կուսակցություն եւ կառույց։ Վերջ ու վերջ։ Մնացածը տեսեք կուսակցություններ իրենք բնական աճով ինչպես կաճեն։ Չեն աճի, կանցնեն պատմության գիրք, որևէ խնդիր չկա։ Եվ մենք կունենանք պետություն։ Դրա համար համարձակ գործել է պետք։ Այս սրանք պետք է արգելվեն։ Ովքեր Ռուսաստանի շահեր են պաշտպանում, ուղիղ կամ ուղիղ, մեջքի վրա պարկած, փորի վրա պարկած։ Տեսեք ինչ է լինում։ Վիլսոնից խոսում են, Ամերիկային դեմ են։ Այ քեզ բան։ Անդ որում հաջորդից ասեմ, որ Սևրի դաշնագիրը, որ առաջին հանրապետության կողորտին է կանգնեցրել հրաժարելու համար, ինչպես Արցախում ռուսներն արին, եղել են ռուսները, թուրքերը չեն պահանջել։ Նոյեմբերի 17-ին։ Հիմա Սևրի նվիրյալ կուսակցությունները բլոկի մեջ են ռուս քրյա օլիգարխիայի հետ։ Մենք այդ կբացատրենք ինչպես է։ Ինչ է, իսկ այսօր հայ-ռուսական հարաբերություններում ինչ է կատարում, սա ճգնաժամ է, թե վերաիմաստավորման, վերաձևավորման, վերակազմավորման փուլ է։ Իրենց համար ճգնաժամ է, իմ համար ճգնաժամ չի, ազատագրություն է։ Եվ ես ուզում եմ, որ իրենք այդ Պուտինն ասենք հիմա Կիրիենկոն, Մարիա Զախարովան այդ բաները վայրահաչությունը շատ ավելի շարունակի, մինչև ամենաապուշ ուրեմն մարդու ուղեղին էլ հասնի, որ սա Ռուսաստանն է։ Հիմա երկրորդ մասը սանկցիաներն պահեն, ինչքան շատ պահեն, այնքան մենք ստիպված կլինենք մեր կյանքը կարգավորենք եւ միջազգային ստանդարտի դուրս գանք, ոչ թե եվրոպական, հիմա մի կրակն ենք ընկել։ Ռուսաստան չէ, Եվրոպա, Եվրոպա, այդ ցիկլերը մենք անցել ենք։ Իհարկե Եվրոպա, բայց սխեմա մեծ չպետք է։ Բայց ձեր ասած սանկցիաներից հիմա ով է ավելի շատ տուժում, մենք ոչ մենք շահում ենք։ Մարդիկ մի քիչ չարչարվում են, դե դուք ինչ եք ուզում, մենք եթե ուշադիր ենք նայում, Եվրոմիության անդամ պետությունները հիմա շատ ավելի քիչ արտոնություններ ունեն Եվրոպա եւ այլուր ապրանքներ հանելու, քան մենք, էլ ինչ եք ուզում։ Այն որ ասում են ինչքան եմ ասել, այն որ երյագով բերեք, ստորագրություն հավաքենք բանի, ես այս հարցին պատասխանեցում ենք, ուրեմն քարյակի աշխատանքին մասնակցեցինք, երյակին չմասնակցեցինք։ Ասեմ ինչու։ Հիմա ասեմ, որտեղ որը եկել հիմա որտեղ ես կարծում եի, որ այդ անատամ հայտարարությունը, որը ոչինչ չի տալիս, ոչ տալիս, օրենքը ինչ է տալիս, ոչ մի բան, մտադրությունների մասին, մեր մասին, Սան Ստեֆանո, Բերլին, անընդհատ մտադրություն եղել, հաջորդը եղել է գենոցիդ։ Այդ ասեմ ձեզ, մտադրության արդյունքով մտադրությունը մեզ է մնացել, գենոցիդը մեր բաներին, անձնավորներին։ Հիմա դա պետք է պահել, են որ էսե եթե չգդիմենք մահակի նման գործիք էր պահել ասելու համար որ էսե մեր հարցը չլուծեցիք գդիմենք դիմել բարձել եք դուք չգիտեմ ում շտապողականությամբ ում ցանկությունով դուք գործիքը ռուսին եք տվել են գլխից երբ որ քարյակը երյակ դարձավ այդ ասեն ու հիմա գիտեմ որ ինչ են խոսելու Եվ միշտեր ասեցի պետք է գործիքը պահել ասելու, այնապես հիշում եք, չէ ընտրությունների բռնաբարեցին, ասում է իրենք Եվրոպա են գնում օրենքով, մենք Եվրոպա այդպիսի օրենք չունենք Եվրոպա գնալու, նախ մեր երկրից գնալու մենք ունենք Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարություն ունենք օրենքի, չէ, օրենքի տեսքով, բայց եթե դա մեր գրպանում էր լինում, Բան չանես, ես եք ընդունեմ օրենքը, դա շատ արդյունավետ էր, քան սա, որ իրենք դարձրին բազարի վերածեցին, անընդհատ ինչ վատ բան արին, բացադրեցին, քանի որ գնում են, չգիտեմ մենք ուր ենք գնում, ուր ենք գալիս։ Եվ անյալ, ես էլ էսպես, ուզում եմ ասել հիմա Մոսկվան շատ զգայուն է տանում այդ հարցը։ Մոսկվայի համար շատ զգայուն է։ Նայեցեք, ես ասեմ, չեմ նեղացնում, քաղաքականություն շատ նուրբ արվեստ է։ Ով ամենաբարձր մագարտագում ում խելքը չի հասնում, ով այդ կրթությունը չունի, չեմ ասում գիրք կարդ բանով, ընկալում է, ես չեմ նեղացնում էլ որ մեկին, գործ չունի քաղաքականության հետ, դրա համար դարերով մեզ պատին են մեխել, դրա համար գերմանացի լուշան կար, ասում էր հայերը քաղաքականության մեջ պրիմիտիվ են, մնացել ենք պրիմիտիվ, վարչապետին բատնին դեմ են անում, ասում են աս Ալիևի հետ ինչ խոսեցիք,
Բարձ է, կամ գործ են անում ռուսների ու Ալիևի համար կամ պրիմիտիվ է, պրիմիտիվից պիտի հրաժարվենք։ Վերադառնալով հայ-ռուսական հարաբերությունները մեկ հարցել տամ ու ավարտենք, ես նախապես հարցրի, թե ինչ իրավիճակ է, բայց վերջին զարգացումները մենք ունենք մի կողմից, որ ռուսական կողմը չի շնորհավորում, մյուս կողմից վարչապետ, Ռուսաստանի վարչապետ հանդիպումը տեղի ունենում եւ վարչապետը, Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվել են ապրանքների արտահանման համար։ Այսինքն առաջիկայում սպասել որոշակիորեն լարվածության մեղմացման։ Ուրեմն ասեմ այսպես, այսօր մի ալկոհոլիկ վերլուծաբան ռուս ասում է ֆրանսիական կոնյակը որ կա, հայկականնում է պետք, դե ողորմել է, ինչ ես ողորնում, քեզ ինչ, չեն առնում մեր կոնյակը չեն առնում, չեն առնում մեր ծիրանը չեն առնում, դուք ինչի եք խառնվել նախոտկայում սիկտիվկար գնալով, իրար ինչի եք խառնվել, դուք ինչ եք, քանի որ ալտերնատիվ կա, ուրեմն այդ սանկցիաները չեն աշխատելու, Իրանն էլ գիտեք, առաջարները կան նավթավերամշակ, պարզապես մենք պիտի շտապենք և բազմաֆունկցիոնալ աշխատանքն անենք, իրենք աղաչելով բերելու են։ Հիմա վստահաբար բերելու են, բայց ինչ է պետք։ Մենք պիտի մեր ազգային շահը մենք ձևակերպենք, որն է մեր ազգային շահը։ Մեր գերագույն ազգային շահը անկախության ամրապնդումն է, ով չի պիտի գնդակահարվի, ով համաձայն չի օտարպետության գործակալ է պիտի գնդակահարվի եւ վերջ։ Կոչես չանենք, իհարկե բռնություն չի, գնդակահարություն չի։ Քաղաքական առումով գնդակահար։ Եվ մեր զրույցի վերջում բլից հարցեր, մեկ բառով պատասխաններ։ Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է, քան ընդդիմությունը։ Իհարկե։ Սամվել Կարապետյանին կհաջողվի համախմբել ընդդիմությանը։ Ոչ, ԿԳՊ-ն կանե։ Ծառուկյանի գործը կավարտվի դատարանով, թե քաղաքական լուծումով։ Երկուս իրար հետ։ Ռուսաստանը կուժեղացնի տնտեսական ճնշումները։ Ճարչունի։ Փաշինյանը թե ընդդիմությունը ժամանակի առավելություն ունի այս պահին։ Փաշինյան վարպետ խաղում է։ Արտահայտ ընտրությունների հավանականություն կա։ Չեմ բացառում եւ պատրաստվում եմ։ Ընդդիմությունը կգնա փողոցային պայքարի։ Չունի ռեսուրս։ Հայ-ռուսական հարաբերությունները կբարելավվեն։ Հետ չեն բարելավել, ես չեմ ուզում։ Տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը արդեն անցյալում է, թե դեռ արժևում։ Արժևում շատ է։ Մեկ նախադասությամբ Հայաստանն այսօր որ ուղղությամբ է գնում։ Առաջագործության։ Եվ վերջում մեկ միտ, որ կուզենայիք լսարանը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Առաջագործություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, մենք այսօր փորձեցինք քննարկել հետընտրական Հայաստանի տարբեր զարգացումներ։ Ըստ էության հետընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, բազմաթիվ հարցեր կան, որոնցից մի քանիսը մենք այսօր քննարկեցինք եւ այդ հարցերի պատասխանը առաջիկայում տալու են եւ քաղաքական ուժերը եւ ժամանակը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։